Պատկերացրեք այսպիսի վերելակ, որը ամբողջությամբ, ամբողջ մակերեսով վերից վար գծված է $100 իրար սեղմված $100 Հիմա պատկերացրեք 64 հատ նման վերելակ, այսինքն բերնեբերյան $100 գծված վերելակ։ Հենց այդքան գումար է նախորդ տարվա ընթացքում շրջանառվել Հայաստանի խաղային ոլորտում։ Պատկերացրեցիք 19 միլիարդ 500 միլիոն դոլար։ Ֆիքսեցիք թիվը։ Դե մի քանի անգամ կրկնեք։ Հիմա պատկերացրեք, որ նախորդ 2025-ին հենց այդքան գումար է շրջանառվել Հայաստանում շահումով խաղերի ոլորտում։ Զարմացած եք։ Ես եւս։ Իրականում վերջին տարիներին պարզդարձավ, որ շահումով խաղերի ոլորտն աճում է անկախ որևէ հանգամանքից։ Գրաֆիկում նշված է, թե ինչպես է այս ոլորտի շրջանառությունն աճել 2017-ից։ Աճը կազմում է 3500%, այսինքն ավելացել է 35 անգամ։ Որն է պատճառը։ Առաջին բանը, որ մտքի գալիս է, ժողովրդի մի մասը դարձել է խաղամոլ։ Բազմաթիվ խմբեր կան, որոնք օրենքով այսօր էլ արգելված է, որ նոր օրենքով ամեն դեպքում պետք է խաղան, այդ դեպքում պետական ծառայողներ, զինվորականներ եւ այլն, այդ ամենի կարգավորման հենց նպատակով էլ ներդրվում է խաղային կարգավորման մասին օպերատորը։ Սա առայժմ բարի ցանկություն է։ 2 տարի առաջ ընդունված օրենքը դեռ չի սահմանել, թե ինչպես պետք է պետությունն արգելի կամ հսկի պետական աշխատողների չակերտավոր խաղային վարքը։ Գոնե նրանցից կարևորներին է։ Համապատասխան օրենքի լրամշակման հարցը կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչների միջև բանավեճերի առիթ էր դարձել։ Օրենքի նախագծում գրված է, որ արգելվում է սույն օրենքով նախատեսված խաղերի մասնակցություն այն քաղաքացիների համար, ովքեր օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն որևէ ծրագրից։ Այս կետը հանվել։ Այն անձանց, ովքեր գտնվում են սնանկության վարույթում, այս անձանց խաղերի մասնակցությունը նույնպես արգելվում է, այս կետը նույնպես հանվել է։ Այն անձին, ում սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտի 40%-ը, նրանց մասնակցությունը նույնպես արգելվում է, այս կետը նույնպես հանվել է։ Օրենքի ընդունումն ընթացել է լարված մթնոլորտում։ Կա կարծիք, որ դրան նպաստել է օնլայն խաղային ինդուստրիայի բարձրաստիճան լոբինգը։ Այդուհանդերձ ոլորտում ծրագրվում են էական փոփոխություններ, համենայն դեպս օրենքով։ Նախ հենց գալիք շաբաթներին մրցույթի միջոցով ընտրվելու է միասնական օպերատոր, որը համակարգելու է ոլորտը։ Իրական ժամանակում կատարված խաղադրույքների, գրանցված շահումների, խաղային process-ում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ տեղեկատվությունը փոխանցվելու է ռեալ ժամանակում օպերատորի մոնիտորինգային կենտրոնին եւ հասանելի է լինելու պետական եկամուտների կոմիտեին վերահսկող մարմնին եւ իրենց հասանելիության մասով լիազոր մարմնին, այսինքն լինելու է ընդհանուր էլեկտրոնային կառավարման հարթակ, որին ինտեգրվելու են եւ կազմակերպիչները, եւ պետեկամուտների կոմիտեն, եւ լիազոր մարմինը։ Այսինքն տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարարությունը։ Սա այն համակարգն է, որը ստեղծվել է օպերատորի ընտրությունից հետո։ Ստեղծողն էլ հենց օպերատորն է լինելու։ Ենթադրվում է, որ վերջինն էլ տեխնիկապես կյանքի է կոչելու սահմանափակումները, որոնք կիրառվելու են քաղաքացիների որոշ խմբերի նկատմամբ։ Սահմանափակումներ են դրվել խոցելի խմբում ընդգրկված խաղացողների նկատմամբ։ Օրինակ, անձը օգտվում է պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող որևէ ծրագրից, կամ անձը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ հանդիսանում է ընտանիքի անապահովության հիմքով ծրագրի շահառու, հաշվառված է կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Այդ անձանց մուտքը խաղային հարթակներ պետք է սահմանափակվելու է։ Ենթադրվում է, որ այս փոփոխությունների արդյունքում պետությունն այլևս բաց չի թողնի եւ ոչ մի դրամ, որը շրջանառվում է երկրում խաղային ինդուստրիայում, բայց մասնագետների կարծիքով շահումով խաղերի հարկման համակարգն ի սկզբանե սխալ ռելսերի վրա է դրված։ Հարկումը չի աճում ոլորտի շրջանառությանը համընթաց, այսինքն պետությանը բաժին է հասնում այս դաշտում պտտվող գումարների մի փոքրիկ մասը միայն։ Հարկադրույքները արդար չեն, ազնիվ չեն, որովհետև շատ դեպքերում, եթե կշեռքի նժարներին ենք դնում պետական օգուտը, թե տվյալ պետության քաղաքացիների բարեկեցությունը կամ խաղային ոլորտից հեռու պահելը, ապա բնականաբար խաղային ոլորտից հեռու պահելը գերակա պետք է ճանաչի։ Այսինքն ենթադրվում է, որ պետությունը պետք է այնքան հարկ գեներացներ օնլայն խաղերի ոլորտից, որ դրանց հասցրած վնասը կարողանար փոխհատուցել։ Իսկ այն, որ վնասը էական է, կասկածի տեղիք չի տալիս։ Եթե նայում եք վիճակագրությունը խաղային ոլորտի խաղադրույքների շրջանառությունը ինչքան է աճել, դրան զուգահեռ աճում է սպառողական վարկերի քանակը։ Այսինքն բոլորը բացի իրենց վաստակից, եկամտից, աշխատավարձից, այդ թվում սպառողական վարկեր են ներգրավում, որպեսզի կարողանան
խաղային ոլորտի մասնակիցը դառնան։ Վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանում ամեն 6-րդ քաղաքացի ընդգրկված է բանկային համակարգի սև ցուցակում։ Սոցիալական ծանր վիճակից բացի չի բացառվում, որ օնլայն խաղերն էլ են էական դեր ունեցել այս հարցում։ Իսկ ո՞րն է օնլայն մոլախաղերի նման չակերտավոր հաջողության գաղտնիքը։ Խաղացող մարդը ինքը մտածում է, որ ինքը հաշվարկներ ունի եւ ինքը ամեն ինչ վերահսկում է եւ շուտով ինքը կհաղթի կշահի։ Մենք դրան ասում ենք կեղծ այսպես ասած վերահսկման պատրանք, դա նույնպես լինում է ու դա իհարկե նպաստում է նրան, որ մարդը շարունակաբար խաղա։ Հենց խաղի ընթացքում մարդու մոտ սկսում է արտադրվել դոֆամին, որին կարելի է անվանել խոստացված հաճույքի հորմոն։ Կոպիտ ասած նիսյա հաճույք, որովհետև հաճույք է ստանում ոչ թե բուն հաղթանակից, այլ հաղթանակի սպասումից։ Մարդուն մեղադրել, որ օրինակ վատ սովորություն ունի ուղղակի, վատ վարքային դրսևորում կամ որ կամքից թույլ է, դա շատ սխալ է, որտեղ այդ մարդու մոտ ձևավորված հիվանդություն կա, ընդ որում գլխուեղի հիվանդություն, որի համար ցուցված է բժշկական օգնություն, նաև երբեմն հոգեբանի օգնություն, հոգեբանի աջակցություն եւ այլն։ Մյուս կախվածությունների համեմատ խաղամոլությունը ունի մեկ տարբերություն եւս։ Այն չի վնասում առողջությունը։ Ի տարբերություն ալկոհոլի կամ թմրանյութի, օնլայն խաղը մարդուն չի հասցնում բժշկի դուռը, ով էլ գուցե հոգեբանի մոտ ուղարկեր պացիենտին թույլ չտար կախվածության խորացումը։ Իսկ ինչ կլիներ, եթե ահռելի գումարների մի մասը գոնե պատտվեր ոչ թե խաղային ինդուստրիայում, այլ սպառման ապրանքների շուկայում։ Մարդիկ, ասենք, մթերք գնային ամեն օր պարտվելու փոխարեն 1000 դրամից մոտավորապես 300 դրամ եկամուտ է ապահովում պետության համար գումարած պետության քաղաքացիների այսպես վրա կատարվող սոցիալական բեռը թեթևացնում է ինչու որովհետև 1000 դրամի 10 հոգու ձեռքում շրջանառվեց խաղային ոլորտի պարագայում մոտավորապես 50 դրամ եթե պետությունը ստանում է եկամուտ մի հատ էլ նույն սոցիալապես խոցելի խավերին պետությունը պետք է ծախս կատարի, որպեսզի կարողանա նվազագույն պահանջմունքները բավարարի։ Այսինքն տնտեսության զարգացման տեսանկյունից օնլայն խաղերի ոլորտի զարգացումը գրեթե օգուտ չի տալիս պետությանը։ Դրա համար էլ պատասխանատու պաշտոնյաներն օրինակ երբեք չեն նշի իրենց ամփոփիչ ասուլիսներում, որ 19 միլիարդ 500 միլիոն դոլար է 2025-ին պատտվել Հայաստանում շահումով խաղերի ոլորտում։ Պատվաբեր չէ։ Սա կուտակում է, խոշոր կուտակում է տեղի ունենում մեկ կամ մի քանի խաղացողների ձեռքում, որոնք որ տիրապետում են շատ մեծ կապիտալներ եւ այդ կապիտալները կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս են գալիս կամ նորից մարդկանց վաճառվում է։ Գումար տանում դարձնում է բանկ, բանկի միջոցով վարկ է տալիս խաղացողին, հետո նորից խաղով հետ է հավաքագրում։ Այսինքն մի հատ մեծ ցիկլ է ստեղծել, որտեղ մարդը մտնում է ցիկլի մեջ, այլևս չի կարողանում դուրս գալ։ Աշխատավարձ, վարկի մարում, խաղ։ Վարկի մարում խաղ։ Գործոնը, որը շատ հաճախ է հանդիպում, արդեն օրինակ բուժված, ախտադադարում գտնվող անձի մոտ, դա կորցրածը հետ բերելու ցանկությունն է։ Շատ կարևոր է գիտակցել, որ այդ կորցրածը հետ բերելու ցանկությունը պետքա փակվի ուղղակի։ Այսինքն մարդը պետքա համերաշխ ապրի, հաշտվի այն մտքի հետ, որ իր կորցրածը ինքը չի կարող հետ բերել։ Մասնագետները վկայում են, որ խաղամոլությունը բավականին ծանր հոգեբանական խնդիր է։ Դրա համար էլ գուցե բժշկի դիմողների թիվը չափազանց փոքր է։ Այստեղ ավելի շուտ պետք է կիրառվի բժշկության ոսկե կանոնը։ Բուժումը շատ ավելի բարդ է, քան կանխումը։ Դա է պատճառը, որ մասնագետներից շատերի կարծիքով խաղամոլության հարցը կարելի է լուծել միայն կոշտ սահմանափակումների միջոցով։ Կիսամիջոցները ոչինչ չեն տալու։ Արմեն Աթալյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։